Նա process որ փոխվի։ Հաջորդ հարցը Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, դուք երբ որ ընդդիմադիր պատգամավոր եք, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթյանին այդ պաշտոնում ընտրել եք, երեք ինքն էլ այդ մասին հիշեցրեց, բայց հարցադրումը հետևյալն է, ձեր նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու հաստատ էության չկայացավ, ինչպես գիտեք, բայց Արման Թաթյանն է ձեզ հրավիրել բանավեճի, ասում է որտեղ կուզի, որ ժամին կուզի, անգամ կարող է Պետրոս Ղազարյանն էլ իր հետ բերի, որպեսզի մենակ չլինի, պատրաստ ենք ընդունել արդյոք Արման Թաթյանի բանավեճի հրավերը, եւ նաեւ Երևան նրա հայտարարությունից հետո ասում են Արման Թաթյանը նիկոլական է, հիմա ինքը այդպես է, թե կապ չունի ձեր իշխանության հետ։ Ես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Աստի խորհրդարանական ում եք հրավիրում։ Ինձ անձամբ հարցազրույցի եք Հաջորդ հարցը Պարոն Փաշինյան, 44-օրյա պատերազմից հետո պատերազմի տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի պաշտպանության բանակի եւ բարձրաստիճան զինվորականների եւ շարքային միջին օղակի զինվորականների նկատմամբ նրանք տարբեր դրվագներով այսպես անցնում են, դեր որոշ գործերի մեծ մասը դատարանում են, հնարավոր ամպուտության դրսևորում, որոնց հետևանքով, չգիտեմ, այս կամ այն բարձունքն ենք կորցրել։ Այս համատեքստում ծագում ամենագլխավոր հարցը հետևյալն է, որ շատ է հնչում, օրինակ, ասում են դուք ինչ գործ ունեք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այսինքն Հայաստանի Հանրապետության դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականներ, եթե դուք այդ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում եւ դուք 44-օրյա պատերազմից հետո ձեր ստորագրությամբ, երբ հանձնվեցին Քաշաթաղը եւ Քարվաճառը թշնամուն, այդ ժամանակ ադրբեջանցիները հայտնի փաստ է, եկան, այսինքն հայկական զորքերին հետ քաշելու հրաման տրվեց, հետագայում դուք 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացիք, որ հենց դուք եք տվել զորքերի հետ քաշման հրամանը եւ ադրբեջանցիները GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներին, հետագայում իմացանք, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի քանի հարձակում եղավ, որից ամենախոշորը 22-ին նորից տարածքներ կորցրեցինք։ Հիմա նաեւ այս հարցն է հնչում, արդյոք ձեր հրամանները եւ գործողությունները չպետք է քննվեն, գոնե քննության ենթարկվեն իրավապահների կողմից, կամ չգիտեմ, կանգնեք թեկուզ դատարանի առաջ, չպետք է քրեական գործեր հարուցվեն, հասկանալու համար ձեր հրամանների հետևանքով Հայաստանի Հանրապետությունը ինչ վնասներ ունեցավ, գոնե քննության ենթարկվեն, այս հարցադրումները շատ հնչում եւ Արման Թաթյանի բանավեճի հրավերի հետ կապված նա նաեւ երեք հայտարարեց, որ ձեզ պահում են նախկինները, այսինքն ասաց, որ եթե նախկին նախագահները իրենց կուսակցություններով, ուժերով չմասնակցեն դրա պայքարին, քաղաքացիական պայմանագիրը մոտավորապես այսպես շանսեր չի ունենա, վերընտրվելու կամ հաղթանակ ունենալու։ 2026 թվականի ընտրությունները ցույց կտան, ով ինչ շանսեր ունի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, նախ առաջին մասով դատավարություններ են ընթանում, թող իրավաբանները հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական process-ներ են։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ 5 ժամ, կամ չգիտեմ կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ, հրապարակային քննվել եմ քննիչ հանձնաժողովում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ավելին քննվել եմ ժողովրդի կողմից 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Այսինքն պատերազմի հետ կապված մի բան կա, որը որևէ մեկը չգիտի, տենց բան կա, որ որևէ մեկը չգիտի, այդ որ ասում եք քրեական գործեր եւ այն ձեր կարծիքով քրեական գործերի մեջ ավելի կա, քան
հանրությունը գիտի եւ հանրության հետ հաղորդակցվել է քննիչ հանձնաժողովներում, ելույթներում եւ այլն եւ այդպես շարունակ, դա թյուր կարծիք է։ Եվ հետեւաբար իմ գործողությունները քննվել են, կարող են ելի քննվել եւ շարունակաբար քննել։ Ուրեմն ես երբեք որևէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան տարածքից Հայաստանի Հանրապետության որևէ զորքի հետ կաշման մասին, սա առաջինը։ Երկրորդը իմ գործողությունները քննվել են, այն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն եւ այդպես շարունակ։ Վերջապես անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանում քննարկումների ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, ես ներկայացնում եմ, որ Զանգեզուրի միջանցքի հարցով Երևանում Բաքվում դեռ վերջնական համաձայնություն չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անցման պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առհասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի եւ Բաքվի միջեւ, եւ դուք ինչ առաջ խոսեցիք Քրկին Մայրաթորից, ես ուզում եմ մի հարց տալ ձեզ, դուք բացի դուք պնդում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուղտը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք կուսակրոնության ուղտը խախտելու հետ կապված, արել եք Արշակ Սարգսյանի հետ կապված, որ նա եւս այդ ուղտը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան ողջավորականներից էլ ովքեր են խախտել կուսակրոնության ուղտը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե ես համոզված լինեի, Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չէի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետք է կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետք է ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին, ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ, եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք, ինչ որ դուք չգիտեք, չկա։ Պարոն վարչապետ, հարցս օդի աղտոտվածության վերաբերյալ է եւ դուք արդեն կառավարության նիստի ժամանակ ասացիք, որ երկու խումբ է ձևավորվելու, ինձ հետաքրքրում է, ակնհայտ է, որ պատճառները երկուսն են, շինարարության մեծ ծավալները եւ ավտոմեքենաների ծավալը, ինձ հետաքրքիր է, ինչ կտրուկ քայլերի կարող եք գնալ, ենթադրենք ավելացնել մաքսատուրքը, մեքենաներ ներկրելու ժամանակ կամ ընդհանրապես արգելել հին մեքենաների մուտքը Հայաստան։ Փորձ ցույց է տալիս, որ կտրուկ քայլերը արդյունքի չեն բերում առնվազն երկարաժամկետում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական
ոչ կտրուկ քայլերի, որովհետև ի վերջո լավ իմիջիալից նախ պետք է հասկանալ, որովհետև ամենատարբեր հիմա երեք օրինակ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որտեղ որից կարելի էր ենթադրել, որ այդ երևույթը ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ Իհարկե ձեր ասածը չի կարող ազդեցություն չունենալ։ Դուք հիշում եք 2018 թվականից ես անդադ խոսում եմ շինհրապարակների որակի մասին, կտրուկ քայլեր, դա նաև մի քիչ կրթական ոլորտի հարց է, նաև կազմակերպչական ոլորտի, նաև վարչարարության հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ միշտ չի, որ ընդհանրապես փորձ ցույց տալիս, որ կտրուկ քայլը ոչ մի հարց չի լուծում, հարց լուծում է հետևողական քաղաքականությունը, եւ մենք էդ էլ պետք է հասկանանք, հիմա մի կողմից մենք խցանումներից բողոքում ենք, մյուս կողմից էլեկտրոմոբիլների մեծ հոսք կա, երրորդը մենք ուզում ենք, որ էլեկտրոմոբիլների թիվը ավելի մեծանա, մի շարք պատճառներով, այդ թվում բնապահպանական պատճառներով ենք ուզում, որ էլեկտրոմոբիլների հոսքը մեծանա, բայց այս ամեն ինչը իր հետ բերում է բազմաթիվ դիլեմաներ, եւ այդ դիլեմաները լուծելու համար պետք է հետևողական աշխատել եւ այդ թվում փորձագիտական հանրությանը ներգրավել, քաղաքացիական հանրությանը ներգրավել, որպեսզի ոչ թե սոցիալական ցանցերից մենք հավաքենք կարծիքներ, տվյալներ, առաջարկներ, այլ լինի ինստիտուցիոնալ մոտեցում, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը գան իրենց գնահատականներով, լուծումների մասին իրենց առաջարկներով, որպեսզի մենք ի վերջո այդ խնդիրը կարողանանք լուծել, բայց հավատացեք, որ վաղը այդ խնդիրը չի լուծվելու, որովհետև մենք այդ կտրուկ գուցե չերևացող, բայց կտրուկ ինչ որ քայլեր արել ենք, որպեսզի խնդիրը լուծենք, բայց տեսնում ենք դրանից խնդիրը չի լուծվում։ Հետևաբար պետք է գնալ ավելի երկարաժամկետ ճանապարհով, որտեղ եթե նույնիսկ ձեր ասած քայլերը ձեռնարկենք, հարցը դա կլուծի խնդիրը, թե չի լուծի։ Այսինքն պետք է քայլերը անելուց առաջ նաև փորձագիտական մակարդակում կարողանալ կանխատեսելի արդյունքներ տեսնել։ Եվ ելի հիմա ոչ միայն մեր փորձը, շատ երկրների փորձ ցույց է տալիս, որ այդ կարգի կտրուկ եւ հատուկ քայլերը նման դեպքերում արդյունք չեն բերում, որովհետև խոսքը տասնյակ հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա վարքագծի մասին է։ Կտրուկ գործողություններով այդ վարքագիծը փոխել հնարավոր չի։ Շնորհակալ եմ։